Իրան-Իսրայել-Ամերիկա պատերազմը ինչ ունենք այսօր ապրիլի 1-ի դրությամբ ընդհանրապես մեր քաղաքական ընդդիմադիր իշխանական էլիտան պատկերացում ունի կամ նախահաշվարկ ինչ կարա լինի եւ ինչ լինելու դեպքում էլ ինչպես պետքա դիմագրավի, եթե Իրան-Իսրայել պատերազմը այս մոտ օրերս չավարտվի, եթե միջև ձգվի մայիսունից, իսկ եթե աշունը միջև ձգվի մարտական գործողությունները ավելի մի տարի, 2 տարի տևի, ոչ պատկերացում, միայն կլոնադա շաբաթ-կիրակի, միայն կլոնադաներ եւ կիրակի օրերը մեր մոտ թեժար լինում։ Մեր ամբողջ տարածաշրջանը փայտում է, իսկ կիրակի օրերը մեր մոտ թեժար լինում։ Իրան-Իսրայել պատերազմը, ինչ հավանական 3 սցենարներ կարա լինի, մենք ինչ կարանք անենք եւ պատերազմը ինչքան կշարունակվի, թե ոչ։ Պետքա փաստել, որ այն ինչ որ Իրան-Իսրայելական միությունը կանխատեսում էր, հարակ մի քանի 3 օրը Իրանը դա չստացվեց, ռեժիմը բավականին ամուր դիմագրավեց, Իրանը մեր մոտ ասոցացված այն ռուսական պրոպագանդայով ինչ որ մեր ձև է, դա մի քիչ այդ ձև չի, հիմիկվա Իրանը դա ստալինյան Ռուսաստանի նման է, այտենց վարդագույն ակնոցները ռուսական շահի տեսանկյունից պետք չի դիտարկել, այո Իրանը մեր հարևանն է, մեր դաշնակիցն է, բայց ինչպես եւ ցանկացած պետություն առաջնորդվում է միայն իր շահով, իր շահի շուրջ դաշնակցությունով, նույնպես եւ մենք։ Իրանի հանդեպ մենք դաշնակցային բարեկամական հարաբերություններ պիտի շարունակենք, պատերազմը մենք պիտի չեզոք մնանք, Ամերիկայի հետ նույնպես մենք բարեկամություն հարաբերություններ պետքա պահենք ու զարգացնենք, բայց հաշվի առնելով, որ այդ Իրանի հաշվին մենք պետքա չեզոքություն ունենանք, որտեղ Ամերիկան հեռու է, Իրանը մեր կողմն է, պարսիկները միայն բանակցության ու այդ հումանիտար հարցերում մենք կարանք օգնենք Ամերիկային, դա մեր անելիքների կապակցությամբ Իրանի այդ նորից եմ կրկնում ստալինյան այդ սովետն է, Իրանը հիմիկվա իր ամբողջ համակարգով եւ Իրաքսիրը, այդ իսլամական կորպուսը, դա NKVD-S MERS չեկա, այտենց համակարգ է, այտենց էդի որ լավ պատկերացնեք, իրենք ոնց որ Ստալինի սովետի ժամանակ էր բնակչության 95-90%-ը զզվում է իշխող էլիտայից եւ մնացածը նա ձեռացել թալանտչիներ են իրենց քաղաքացիների հանդեպ, ամբողջ աշխարհը մեզ դեմ է, այս են նույն ստալինյան սովետի նարատիվներն է։ Արդյոք Թրամփը կշահի ինչ որ պիտի իմանանք պարսիկների հանդեպ, մենք բարեկամություն դաշնակցություն անում ենք մեր շահերի շրջանակում, չեզոքվենք պատերազմի առումով, առավել ևս Ամերիկային Իսրայելին աջակցելու բան չունենք, մենակ լավագույն դեպքում բանակցությունների հարթակի պարագայում շարունակելով բանը դեռ Թրամփի հանդեպ հսկայական այտենց միտինգ Ամերիկայի պատմության մեջ ընդդեմ Թրամփի երբևիցե չի եղել միտինգները շարունակվում, այս պատերազմական գործողությունները բավականին երկար տևում, այն ինչ որ չէին նախատեսել Թրամփն ու Նեթանյահուն, Ամերիկային գենշտաբի կամ վերլուծական կենտրոնների հետ ամեն իրենք հանճարներ են, պարզապես մեր հանճար Թրամփը դա չի հաշվի առել, չի լսել իրենց խորհուրդները, հուժկու երկարաժամկետ ռմբակոծությունները Իրանին, դա բավականին լուրջ կորուստներ ու վնաս է, ռմբակոծումը քսիռի, այդ իրենց NKVD-ի այտենց բազաները, պահեստները եւ այդ ամենի ալիքից հետո ոչնչացվել է պետության առաջի դեմքերի էշելոնը, ով է նմա, ում գտնում են, էլի խփում են Իրանի զրո առկայությունը երկնքում, այս պատերազմում հաղթանակ չի բերի Իրանին, բայց 100%-անոց ավիացիայի Իսրայելի ու Ամերիկայի ավիացիայի գերակայությունը օդում նույնպես Իսրայելին ու Ամերիկային հաղթանակ չեն բերում, Ամերիկան ու Իսրայելը անցել են հրթիռների արտադրության գործառույթների ռմբակոծությունը
եւ դրան շարունակող, եթե առաջիկա օրերին պարսիկներին այդ բանակցությունների նոր փաթեթի շուրջ չկանան բերեն, հնարավոր այն կլինի, որ շարունակելով պարագլուխների Պարսկաստանի հետևական կետային ոչնչացմանը զուգահեռ սկսեն խփել էլեկտրակայաններին ու բաշխից ցանցերին, պարսիկներին ուղարկելով միջնադար, դրանով կունենան հսկայական թշնամանք Իսրայելի հանդեպ եւ Իսրայելը պարսիկները դա չների, տարիների, տասնամյակների առումով վրեժխնդիր կլինեն։ Այդ գործարանները, հրթիռներ արտադրության դրանք էլ են ձեռի հետ ոչնչացվում։ Երկրորդ լուրջ վնասը, որը կարող Իսրայելը ամերիկյան օդուժահարվածի, դա նավթային ինֆրաստրուկտուրան է, որ պարսիկներին մի այլ կարգի կոտրեն ու հետամնացության անեն, բայց նույնիսկ եմ կրկնում, հիմիկվա Իրանը դա ստալինյան սովետն է իր կառուցվածքներով եւ կետային պարագլուխների ոչնչացնելով, XR-ի, այսինքն NKVD-ի կառույցները խփելով, բնակչությանը շանս են տալի ապստամբել, պայքարել, իր հարցերը լուծել, բայց այդ դեպքում հանգում է մի ուրիշ խնդրի, Ամերիկան, որ իրան պետք չի մասնատված քաղաքացիական պատերազմով Իրանը, որտեղ Իրանը դա Չինաստանի, Ռուսաստանի դեմ հետսեպն է, կոզերն է եւ ամեն ինչ պիտի անի Միացյալ Նահանգների էլիտան, որ Իրանը գոնե չզուգացնի Չինաստանի կողմ անցնելու Չինաստանի կողմից հետ բերի, եթե ոչ չեզոք լինի չինացիների հանդեպ։ Դա այդ երեք գերական նպատակն ու երեք հավանականությունը ինչ կարող լինի։ Մի ուրիշ խնդիր կա Ամերիկայի ներսում, չնայած ամերիկյան օրենքով մինչև 60 օր կարող պրեզիդենտը սահմանափակ ռազմական գործողություններ ներառի իր դեսանտ-մեսանտով, դրանից ավել կոնգրեսի բանն է պետք, որոշումն է պետք, կոնգրեսը միայն կարող պատերազմ հայտարարի, բայց մի այլ բան կա, Թրամփն ասում է, ես կարող եմ պատերազմ չհայտարարեմ, սահմանափակ ռազմական օպերացիա լինի, այդ օպերացիան ձգձգվի, բանն որ ամերիկացիները ցամաքային գործողություններ իրականացնելը այդքան էլ ոչ մի շանս չունեն, տարածքներ գրավելով, ինչ պիտի անեն, հսկայական երկիր է, Իրանը-իսրայելական պատերազմը ցույց է տվել, որ Իսրայելը եւ Իրանը, որ այս հեռավորությունը 1500-2500 կիլոմետր է, այդ հեռավորությունում երկու-երեք պետությունների վրով մարտական գործողություններ է իրականացվում, հետո մենք այս մի փոքր մասում ենք, Հայաստանը, այս էլ Ադրբեջան, իսկ մեր այս փոքր հատվածը ոչ մի ձև համեմատական չէ այս հեռավորության վրա, դա այդ նոր արդեն պատերազմական գործողությունների էջ է։ Այս ամեն հատվածական ներկայացնելուց, ընդհանուր պատկերացումը ձևավորելուց հետո մեր անելիքը ինչ պիտի լինի, նորից եմ շեշտում, չեզոք պիտի լինենք ու պատրաստ մենք դիմագրավելու ամեն ձևի կոլապսների ու հույսներ մեր վրա դնելու առումով մենք մեզ վրա պիտի հույս դնենք, այսօր տոկուն